Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլ ընտրանք։ Պետք է ունենա այլ ընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Իմ խնդիրն են է, որ դուք ունենաք այլ ընտրանքներ եւ դուք ունեք այլ ընտրանքներ։ Եվ ես ուզում եմ ասել, այն մեր գործընկերները, ովքեր սրանց սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում, որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Լսեք, անտրամաբանական է Եվ էդ էլ ուրիշ բան է, ուրիշ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ալնելու, Հայաստանը լնելու է միլիարդների և տրիլիոնների երկիր, մենք այլևս են կուչեկած, մենք այլևս են կուչեկած, պլեջին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք,